Բաքվի դատարանում նորից ցուցմունքներ են կորզել հայ ռազմագերիներից։ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանն ասել է, թե Հայաստանի զինուժում է ծառայել, կռվել Ադրբեջանի դեմ, ու թե իր հրազենը հաշվառված է Հայաստանի ոստիկանության վարչությունում։ Ադրբեջանում նվաստացումները, սպառնալիքները հանդուրժում են գերիները, քանի որ նրանց թիկունքին կանգնած չէ Հայաստանի ղեկավարությունը։ Համոզված է Հայաստան խմբակցության падգամավոր Աղվան Վարդանյանը։ Ժամանակին ասում էր պատրաստ եմ տղայիս ուղարկել Բաքու գերիների դիմաց։ Ասել եմ իրան, քեզ առաջարկիր, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մյուսների դիմաց, սա նրանցից ոչ մեկի եղունգը չարժե։ Հայաստանի իշխանությունը տարական գործողություններ չի անում թույլ չտալու նվաստացումները, որ ամեն օր զգում են հայ պատանդները գերության մեջ։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանն է նորից կոչով դիմել Փաշինյանի իշխանությանը։ Ջարեդ Գենսերը X-ի իր միկրոբլոգում պատմել է, ինչպես է Միացյալ Նահանգները դողացել իր քաղաքացիների վրա, երբ նրանք իրանական գերության մեջ են եղել։ Երբ Գենսերը պաշտպանել է Թեհրանում պահվող 2 ամերիկացիների շահերը, նահանգները պետական բանագնաց է նշանակել։ Սպիտակ տունն ու պետքարտուղարությունը պարբերաբար հանդիպել են գերիների հարազատների հետ։ Իրանում Շվեյցարիայի դեսպանության ԱՄՆ շահերի բաժինը փորձել է վերահսկել գերիների գործով դատական գործընթացը։ Հայաստանի իշխանություններին միջազգային փաստաբանը հորդորում է հանրային հայտարարություններ անել, խնդրել մարդասիրական կառույցներին եւ Բաքվում դեսպանատներ ունեցող բոլոր դաշնակիցներին դիտորդներ ուղարկել դատավարություններին։ Ըստ փաստաբանի Փաշինյանը կարող է նաեւ ընտրել Բաքվի հետ ուղիղ հաղորդակցության ճանապարհը, մասնավոր բանագնաց ուղարկելով Բաքու եւ փորձելով մարդասիրական ուղի բացել գերիների ազատ արձակման շուրջ բանակցությունների համար։ Անկեղծորեն չէի ցանկանա հեռակաբանավեճի մեջ մտնել փաստաբանի հետ։ Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, ինչպես իր վերադասը, պնդում է, որ գերիների հարցում իրենց դիվանագիտությունն անում է այն, ինչ հնարավոր է, չվնասելու սկզբունքով։ Պատերազմից հետո, ուրեմն շատ մեծ թվով մեր հայրենակիցներ վերադարձել են Հայաստան, հենց այս ուրեմն լուր առանց էմոցիաների զուսպ աշխատանքի արդյունքում։ Տեսանելի, անտեսանելի վնաս կտա այդ այնքան հին, այնքան պարզունակ քողարկումներ են անգործության։ Ցանկացած գործողություն լինի տեսանելի, թե թաքնված գնահատվում է արդյունքով։ Իշխանական падգամավորներին հասկացնում է պատիվ ունեմ խմբակցության ղեկավարը։ Հիմա, երբ Բաքվում տանջամահ են անում հայ գերիներին, իշխանությունը գլուխ է գովում, որ 2023-ի դեկտեմբերին 32 հայ գերի է վերադարձել Հայաստան։ Բակո Սահակյանը եւ մյուսները Բաքվի փանդում շատ ավելի ազատ են եւ անկախ, քան թե ցուկ թեր ողջ իշխանությամբ այս արևի տակ ծեր դիվանագիտական իմունիտետով։ Օսկանյանը վախկոտ է անվանում Փաշինյանի իշխանությանը, համոզված է նրանք չեն կարողանում ճիշտ ատյաններում բարձրաձայնել գերիների հարցը։ Գայանե Մովսիսյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։